Շնորհակալություն, Տիկին գլխավոր դատախազ, ես իրականում այդ բանն էլ ասեմ էլի, այս ձևաչափը չի բավականացնելու, նյութն է այնքան մեծ է, հարցերը շատ են, բայց երկուսով կփորձեմ սահմանափակվել, որի մեկը ոնց որ դուք պատասխանը տվել եք էլի, խնդիրը հենց կարծում եմ ամենակարևոր հարցերից մեկը դա է 190 հոդվածը ոնց է հայտնվել այդ պրեդիկատի երևույթի շրջանակում։ Այդ մասը պարզ է, մի քիչ ավելի պրիմիտիվ հարց տամ էլի, որովհետև ինձ թվում է մարդկանցի շատերը հենց տենց էլ հասկանում են էլի, փողերի լվացում ենք ասում անընդհատ էլի, հիմա հոդված 190-ը հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը փակագծերում փողերի լվացում։ Հոդվածի բովանդակության մեջ որ նայում ես, բացարձակապես, այսպես ասած, հենց այդ փողերի լվացման երևույթը, որը որ մեզ հայտնի է, ոչ որպես իրավաբանական լեզվով, էլի փողերի լվացում ինձ թվում է մարդկանցից շատերը հասկանում են, որ ինքը հանցավոր աղբյուրից է այդ գումարը եւ ինչ-որ շղթայի միջոցով ինքը օրինականացվում է։ Հիմա այդ մասը դուք նկարագրեցիք իհարկե, ես խնդրեմ եւս մի անգամ հստակեցնենք, որ հանրության համար է հնարավորինս պարզ լինի, էլի, ինչի մասին է այստեղ խոսքը գնում։ Շնորհակալություն հարցի համար, ավելի հասկանալի ու նաև պրակտիկայից բխող օրինակներ բերեմ։ Երբ որ մենք ասում ենք փողերի լվացում, մենք ի նկատի չունենք միայն դրամը։ Նկատեցիք նկարագրությունը, գույք եւ այլն այս ամեն ինչը մեջ ներառվում, այդ թվում հողը։ Եվ երբ որ մենք ասում ենք լվացում, նշանակում է այդ հանցավոր գործողության, որի արդյունքում ձեռք է բերվել այդ գույքը, հողը, մյուսը, եւ վերջնական ձեռք բերող, այս անընդհատ ասում են երրորդ բարեխիղճ ձեռք բերող, չէ՞։ Մենք ինչ ենք փնտրում, մենք ասում ենք այս երրորդ բարեխիղճ ձեռք բերողը բարեխիղճ է, թե չէ։ Այս հանցավոր ծագման եւ վերջնական հանրությանը ներկայացվող մաքուր փողի, մաքուր գույքի, չգիտեմ, ֆինանսական միջոցների միջև կան շերտեր։ Այս շերտերն է, որ կոչվում է փողերի լվացում։ Շերտերը յուրաքանչյուր դեպքում տարբեր, այդ թվում լիազորությունների մեջ տեղավորվող, առաջին հայացքից իբրև թե օրինական գործողություններով քողարկվում է, որ այս գույքը հանցավոր ծագում ունի։ Հիմա տվյալ իրավիճակում դպրոցի տարածքը վերաճշտել են, ասել են այս դպրոցինը չի, տվել են համայնքին։ Արդեն կա դիրքի չարաշահում, հանցավոր վարքագիծ։ Հիմա այս հանցավոր վարքագիծը պիտի քողարկեն, որ մի օր ես չգամ, օրինակ կամ իմ պաշտոնը զբաղեցնող անձը չգահարցնի այս ինչա։ Դրա համար անում են աճուրդ։ Աճուրդին արտաքին տալիս են տեսք օրինական, իբրև եղել է հրապարակային, իբրև առնվազն 2 հոգի մասնակցել է, հետո մենք քննում տեսնում ենք, որ կամ այդ երկրորդ հոգին չի մասնակցել, կամ ընդհանրապես երկրում չի եղել, կամ այդ երկուսից մեկին այն մյուսը խնդրել ասել է հետս կգաս, որտեվ երկրորդը պիտի լինի։ Այդ ով որ մասնակցել է, փող կապակցված է այդ պաշտոնատար անձի հետ։ Այդ հողը, այսպես ասած, անում են իր անունով, գցում են իր անունով, հա, ժողովրդի մեջ այդ բառն է։ Իր անունով ուղակի էլի իրավիճակներ ունեցել են նույն զորամասերի հետ կապված, երասխմեկ, երասխեշկու։ Իրենք իրական սեփականատերերը չեն, բայց իրանց անունով է այդ գույքը։ Դրանից հետո որոշ ժամանակ անց այս գույքերը օտարվում են, եւ օտարման արդյունքում ստացած դրամը, ոնց որ օրինակ դրվագներից մեկով, գնում է օրինակ Սահակյան Արմանի բանկային հաշվին 30 միլիոն վարկը մարելու։ Այսինքն այդ ենթադրենք ես եմ եղել, հա, տիրապետողը ճակերտների մեջ, ես ծախեցի պարոն Վարդանյանին, պարոն Վարդանյանը դրեց դա ձեր հաշվին։ Հա, օրինակները սենց բերեմ, որ հասկանալի լինի։ Այսինքն փողերի լվացման հանցակազմը ինքը ինչ որ մի հատ մոնստր չի, ինքը ուղակի շերտեր է հանցավոր ծագման ելակետի եւ վերջում ցույց տրվող օրինական եկամուտի միջև։ Ում հարցնում ես, շատ ներողություն ասում են պապական հարուստ են։ Ես այդ պապական հարուստի շերտերն եմ ման գալիս յուրաքանչյուր դեպքում, երբ որ փողերի լվացման հանցակազմի մասին քննարկում ենք ունենում։ Կարողացա, չէ՞, առանց իրավաբանական տերմինների։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1